Եթերում հեռանկարն է եւ մեր հյուրն է Երևանի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։ Մենք կզրուցենք մայրաքաղաքի խնդիրներից եւ թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավականին։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ավականու վերջին նիստի ժամանակ որոշում ընդունվեց հունվարից մայիս հատվածի համար աղբանության դիմաց չվճարած քաղաքացիներին ազատել դժուժուտուգանքներից։ Ինչով է պայմանավորված այս որոշումը։ Տեսեք, ուրեմն ավականու նիստում ճիշտ եք, մենք որոշում կայացրեցինք, որ հունվարից մայիս ամիսներին այն քաղաքացիները, ովքեր որ չեն վճարել, ըստ էության բոլոր քաղաքացիները, բոլոր երևանցիները չեն վճարել աղբանության վճարները, մի շարք հանգամանքներով պայմանավորված, որովհետև մենք տեղյակ եք կատարում ենք փոփոխություններ, արդեն նոր սակագնի հետ կապված, նաև արտոնություններ ենք սահմանել սակագնի դեպքում եւ մենք արդեն տարբեր ունենք վճարային համակարգեր, քաղաքացիները կարող են վճարումները կատարել վարչական շրջաններում, EasyPay հավելվածում, տարբեր ծրագրային տեսքով եւ այս տեխնիկական խնդիրներով պայմանավորված մի քիչ ժամանակի ձգման պատճառով այս ամիսներին պետք է դուրս տուգանք վճարային արդեն։ Այսինքն վճարման համակարգն էր թերի, ես ճիշտ եմ հասկանում։ Թերի կարելի ասել ոչ, որովհետեւ նոր ստեղծվող համակարգեր տարբեր տեխնիկական ավելացումներ են կատարվել եւ այս հանգամանքով պայմանավորված արդեն մայիսից հունվարից մինչև մայիս չեն վճարի քաղաքացիները ինչ-որ տուժեր, կվճարեն արդեն իրենց համար սահմանված կարգով եւ չեն լինի ինչ-որ ավել գումարներ։ Այսինքն սա բարի կամքի քայլ չէ, հա, ուղղակի խնդիր կար, վճարման համակարգի հետ կապված, որը քաղաքացիները ուղղակի մեղք չունեն, ասես ասած, քաղաքապետարանը կարգավորեց բոլոր խնդիրները եւ հիմա արդեն մեղք չունեն եւ մեղավորություն կլիներ, եթե անկարծ այդ մարդկանց այդ դժուժուտուգանքները կիրառվեն։ Դե իհարկե, այն հարցերում, որտեղ որ Երևանի քաղաքապետարանը ունի կատարվելիք աշխատանք, իհարկե կատարում է իր աշխատանքը։ Կարծում եմ խնդիրը միայն այդ համակարգի հետ կապված չէր։ Անընդհատ խոսում են նաև բուն աղբանության խնդրի մասին մայրաքաղաքի, թեև ժամանակ առ ժամանակ այդ խնդիրը սելանում է, հետո թուլանում է, բայց դա ամեն դեպքում միշտ այդ խնդիրը կա։ Դուք համարում եք, որ կա այդ խնդիր եւ այն այսօր էլ բավականին լուրջ է։ Այս պահին ես չեմ հնարավոր չէ Երևանը միշտ այդքան մաքուր պահել, որ երևանցիներն էլ միշտ գոհ լինեն։ Տեսեք, այստեղ մի քանի կարևոր շեշտադրում պետք է անել։ Երևանի քաղաքապետարանը վերջի 2-3 տարում ձեռք է բերել ահռելի մեծ քանակով աղբանության մեքենաներ, տարբեր տեսակի, թե փոշեկուլ մեքենաներ, թե ուղղակի աղբի հավաքող մեքենաներ, եւ այս պահին մենք աղբի հետ կապված խնդիր չունենք, կարելի ասել Երևան քաղաքում, մեր բոլոր մեքենաները հասցնում են, բոլորը կարողանում են իրենց հավաքագրել իրենց պատասխանատու վայրերից աղբը, բացի այդ մենք այս համակարգում ունենք արդեն նշված աղբամանների լցված եւ չլցված լինելը եւ մենք կարող ենք on-line կերպով հետևենք դրանց շարժին, թե որ աղբամանը լիքն է, որը ոչ, այսինքն հետո արդեն ըստ էության կարողանում ենք այդ ամեն ինչը կանոնակարգել։ Բացի այդ մենք ունենք աղբի տեսակավորման հետ կապված տարբեր խնդիրներ, ու մենք գրեթե արդեն տեղադրել ենք մեծ քանակով մոտ երևի 3000 աղբամաններ աղբի տեսակավորման, այսինքն բացի բուն աղբից մենք ունենք նաև աղբամանների կողքին թուղթ, մետաղ, ապակի համար նախատեսված աղբամաններ։ Այսինքն այդ տեսակավորված աղբը ինչ-որ կերպ հետո վերամշակվում է։ Այո, ըստ ընթացակարգով արդեն մշակվում է։ Կոնկրետ վերամշակման աղբի գործարանի ծրագիրը դեռ շատ հեռու է, չէ։ Այսինքն աղբավայրի մասին է խոսքը։ Դե կան չէ բոլոր զարգացած երկրներում ընդհանուր առմամբ աղբի վերամշակման գործարաններ եւ աղբը այդքան էլ արդեն աղբ չի դառնում, որովհետեւ անընդհատ վերամշակումը անընդհատ ինչ-որ բան է ստացվում։ Այո, մենք Նուբարաշենում ունենք աղբավայր, հայտնի բոլորիս, մենք ունենք տարբեր ծրագրեր, տարբեր առաջարկներ, մասնավոր պետություն համագործակցության արդյունքում մենք քննարկում ենք, թե ինչպիսի լուծումներ կարող ենք ունենալ եւ հենց տվյալ վայրում, հենց Նուբարաշենում տեղում մենք կառուցենք արդեն աղբի մշակման համար նախատեսված գործարան։ Մենք քննարկումների մեջ ենք այդ մասով եւ կարծում եմ առաջիկայում եւ հուսով եմ կհասնենք արդյունքների։ Իրականում ինքը շատ մեծ է ծավալը եւ պետք է մենք այնպես կանոնակարգենք այդ մասը, որ ուղղակի ամեն ինչ լինի անթերի։ Ես ճիշտ եմ հիշում, որ այս տարվանից փոխվեց աղբանության դիմաց վճարման կարգը, այսինքն եթե նախկինում մարդիկ վճարում էին ըստ անձերի քանակի, հիմա ըստ բնակ մակերեսի։ Այո, տեսեք, Երևանի քաղաքապետարանը, ավելի ճիշտ ավականին, Երևան քաղաքի սահմանել է 1 քառակուսի մետրի համար 13 դրամ վճար,
այսինքն ճիշտ եք դուք, հաշվարկվում է արդեն բնակարանի մակերեսով, բայց մեր ընդդիմախոսները շատ էին փորձում արծածել այս հանգամանքը, բայց մենք այս հանգամանքը վերցրել ենք մի շարք եվրոպական պետություններից, որտեղ նաև կատարվում են այս նույն ընթացակարգով, բայց ես ուզում եմ այստեղ շեշտադրել, որ մենք արտոնությունների փաթեթ ենք սահմանել այս մասով, այսինքն քառակուսի մետրո վճարումների համար մենք ունենք սեփական տների համար տարբեր արտոնություն, բնակավայրերի Ինձ օրինակ այսպեսի հարց է հետաքրքրում, եթե մարդը չի բնակվում բնակարանում, էլի մուծելու է այդ։ Ոչ, արտոնությունների մեջ նաև ներառված է հենց այդ փաստը, եթե քաղաքացին կբերի հեյցից, այսինքն էլեկտրոցանցից 0-ական տեղեկանք, որ այդտեղ մարդ չի ավարտել, իհարկե վճար, այդտեղ վճար չի լինի։ Ամեն ամիս պետք է բնակիչ ներկայացնի։ Այո։ Այսինքն ամեն ամիս ամեն ամիս, հետո որ այդ ամսվա ընթացքում տվյալ բնակարանում մարդ չի ապրել, որովհետև կարող է մի ամիս ապրել ու մի ամիս չապրել։ Իսկ եթե բնակիչը օրինակի համար այստեղ չէ, տունը փակ է, ինքը արտերկրում է ամիսներով, այդ ինքը չի կարող ֆիզիկապես, այդ դուք իրավունք չունեք կամ հնարավորություն չունեք, խոսքը ձեր մասին չէ, համապատասխան ծառայության, հենց այդ 0-ական ցուցանիշները մյուս ծառայությունների միջոցով ստուգելու եւ Չէ, սպառազինում ոչ, որովհետև ընթացակարգը այնպես է, որ պետք է տվյալ սեփականատերը, տվյալ բնակարանում ապրողը գնա եւ ներկայացնի արդեն քաղաքապետարանին բերի ներկայացնի 0-ական տեղեկանքը, որ ինքը այդտեղ չի ապրել։ Մեկ այլ խնդրից խոսենք, հավաքանունիստի ժամանակ քաղաքապետը կառուցված եւ հիմնանորոգված մանկապարտեզների մասին էր խոսում, որ վերջին տարիներին 49 մանկապարտեզ հիմնանորոգվել է, քանի նոր մանկապարտեզ է կառուցվել, որովհետեւ լրջագույն խնդիրներից մեկն է, ինչքանով որ ես տեղակ եմ, երեխաների մոտ կեսը հերթը չի հասնում, խոսք Երևանի երեխաների մասին է, որ հաճախ են մանկապարտեզ, երբ հեշտացնում է արդեն իրենք մանկապարտեզային տարիքի չեն։ Տեսեք, վերջին ավականոնիստում քաղաքապետը նշեց, որ մեր կառավարման տարիներին վերակառուցվել է եւ վերանորոգվել է 49 մանկապարտեզ։ Դա ուղղակի աննախադեպ ծավալների մասին է խոսքը։ Քաղաքապետը նշեց եւ մենք ավականոնիստում ավականու անդամներս նաեւ նշեցինք, որ բազմաթիվ մոտ 70-80 մանկապարտեզ օտարվել է նախկին իշխանությունների ժամանակ եւ ուզում եմ ես այստեղ արձանագրել, որ մենք գնալու ենք այդ մանկապարտեզների հետևից եւ փորձելու ենք հասկանանք, որը երբ է օտարվել եւ ում օրոք է օտարվել եւ ինչ փուլում է գտնվում դատախազությունում համապատասխան մանկապարտեզների գործը, բայց ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ունենք բազմաթիվ արդեն մանկապարտեզներ, որոնք մենք հետ ենք վերադարձել պետությանը եւ վերակառուցման ընթացքում արդեն մենք ձեր ասած արդեն խնդրին անդրադառնալով կունենանք ավելի ընդլայնված խմբեր մանկապարտեզներում, որտեղ ավելի երեխաներին հերթը շուտ կհասնի։ Այսինքն մենք տեղեր ունենք, որ այս պահին ունենք 3-4 խումբ մանկապարտեզներ, մենք վերակառուցման արդյունքում ունենանք 10-12 խումբ։ Այո։ Այսինքն կարող ենք ասել, որ վերջին, օրինակ, չգիտեմ, 1-2-3 տարվա ընթացքում տեղերի թիվը ավելացել է, ըստ այդմ հերթի մեջ գտնվող երեխաների թիվը պակասել է։ Տեսեք, մենք ամբողջ Հայաստանի Հանրապետությունում դուք տեղյակ եք, որ կառուցվում է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ։ Չէ, կոնկրետ այս խնդիրը Երևանին է հատկապես բնորոշ, գյուղական բնակավայրերում, մյուս քաղաքներում այդպիսի խնդիր չկա, հերթի մեջ գտնվող երեխաներ։ Հասնելով ձեր ասացին, քանի որ մենք ունենք վարչական շրջաններ, որոնք մանկապարտեզները կառուցվում են կամ վերակառուցվում են, մենք երեխաներին, ովքեր որ հերթագրվել են եւ հերթը հասնում է տվյալ մանկապարտեզում իրենց գրանցված օրվան, Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է տվյալ երեխաների այլ վարչական շրջանում կամ հնարավորինս հարմար երեխայի ապրելու վայրին մոտ մանկապարտեզ տեղափոխում, այսինքն Երևանի քաղաքապետարանը տիրապետում է այդ ամբողջ բազային եւ արդեն համապատասխան լուծումներ կառաջարկի ծնողներին։ Ես ուզում եմ ձեր ելույթից մի հատված մեջ բերել, երբ ասում եք, որ գնում ենք մրցույթները հաղթած շինարարների հետևից, խոսքը հավանաբար այդ երկու մանկապարտեզների նաև մասին է, որոնք այսօր գործեր գտնվում են հակակոռուպցիոն կոմիտեում։ Գնում ենք շինարարների հետևից, տեսնում ենք ձեզ հետ փոխկապակցված մարդիկ են։ Դիմում եք ընդդիմության, այսինքն բոլոր այդ գործերը, որտեղ կոռուպցիա կա, ընդդիմության հետ փոխկապակցված մարդիկ են։ Ոչ բոլորը, բայց մենք ունենք շատ մեծ չափի շինարարներ, մեծ քանակությամբ ու բավականին մեծ մրցույթներում հաղթած,
Այսինքն հենց կոռուպցիական մեծ հավանականությամբ դա կապ ունի այդ տրամաբանությամբ նախկինների հետ կամ տեսեք, մենք ունենք մանկապարտեզներ, դպրոցներ, ունենք ասֆալտապատման տակ գտնվող փողոցներ եւ ըստ թափանցիկության բոլորը հայտերը ներկայացնում են մրցույթին մասնակցելու եւ ունենք շատ բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր նախկին իշխանությունների հետ փոխկապակցված մարդիկ նորից եմ կրկնում շահում են այդ մրցույթները եւ գնում են ուղղակի շատ ոչ պատշաճ աշխատանք են կատարում տվյալ վայրում, բայց մեր ընդդիմադիր ավականու անդամները եւ ընդդիմադիր բլոգերները չգիտես ինչու չեն գնում այդտեղ արձանագրելու տվյալ խնդիրները եւ արձանագրում են մեկ այլ վայրում կամ մեկ այլ վայրերում խնդիրներ, որտեղ մենք գիտենք իրապես դրա մասին խնդիրները եւ Երևանի քաղաքապետարանը ուղղակի չի ընդունում այդ աշխատանքները եւ Երևանի քաղաքապետարանը այո ստիպելու է այն ոչ պատասխանատու շինարարներին կարգի բերել եւ արդեն պատշաճ կերպով հանձնել երևանցիներին տվյալ մանկապարտեզը, փողոցը կամ դպրոցը։ Հասկանալի է։ Տրանսպորտից մենք չխոսենք, նաև տրանսպորտի սակագներից կարծես թե երևանցիները արդեն հարմարվեցին կամ հաշտվեցին այդ նոր սակագների հետ, արդեն այնքան էլ տաք թեմա չէ, բայց կարծում եմ այս մի քանի ամիսների ընթացքում որոշակի վերլուծություններ կան կամ կարելի անել, թե օրինակ յուրաքանչյուր ամիս այն ժամանակվա համեմատ երբ չէր գործում այս նոր կարգը սակագների, ինչքան բյուջե ավել է գումար մտնում քաղաքացիների մասով, ինչքան միջին վիճակագրական երևանցին կամ քաղաքացին ավելի է ծախսում տրանսպորտի համար, հիմնականում որ փաթեթներից են օգտվում, այս ուղղությամբ կան ինչ-որ վերլուծություններ, կամ այդ բյուջե ավել մտած փողերը ինչ ուղղությամբ են ծախսվում, նոր տրանսպորտների ձեռքբերման, թե չգիտեմ, փողոցաշինության, այստեղ այս տնտեսությունում ինչ ունենք։ Տեսեք, մենք կարող ենք հստակ արձանագրել, որ ընդդիմության կողմից այդքան արծացվող բոյկոտը ուղղակի տապալվել է Երևան քաղաքում եւ մենք օգտվելով հանրային տրանսպորտից անգամ մենք Երևանի ավականու անդամներս եւ անձամբ ես կարող եմ արձանագրել, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտում չկա ուղղակի բոյկոտ, կան չվճարողներ, հստակ պետք է դա էլ նաեւ ասել, բայց այդ չվճարողների տրամաբանությունը ոչ թե ավելի բոյկոտային է, այլ ուղղակի չարամտորեն, քանի որ չկա այս պահին վերահսկողություն ավտոբուսում, այդ տրամաբանության մեջ է, բայց մենք ունենք արդեն կազմած օրենքի նախագիծ, որը գտնվում է այս պահին ազգային ժողովում, եւ ազգային ժողովի գործընկերները առաջիկայում արդեն կընդունեն տվյալ նախագիծը, հուսով ենք, որ չվճարելու դեպքում հանրային տրանսպորտից օգտվելու կլինեն համապատասխան արդեն տուգանքներ։ Իսկ ինչ մնում է արդեն տրանսպորտի գնի բարձրացման հետ, թե ինչպես են ծախսվում տվյալ գումարները, պետք է հստակ էլի կրկին արձանագրել, որ Երևան քաղաքում ուղղակի չկան այդ շատ վատ անհուսալի, չգիտեմ ինչ բառերով անգամ նկարագրել այդ գազելները եւ կհամապատասխան արդեն գնին համապատասխան արդեն տրանսպորտանային եւ այդ գումարները առնվազն պետք է արձանագրել, որ ծախսվում են այդ տրանսպորտի սպասարկման վրա։ Էլ չասեմ, որ Երևանի քաղաքապետարանը ունի առաջիկայում տարբեր ծրագրեր, թե կանգառասրահների վերափոխում եւ թե նոր տրոլեյբուսների արդեն գնում եւ արդեն համապատասխան կերպով ներկայացնել հանրությանը, թե ինչ է կատարվում այդ գումարների հետ, որ բարձրացրել է այդքան ընդդիմության կողմից, որ ասում են թանկացել է տրանսպորտը, բայց ես արձանագրում եմ, որ երևանցին ընդունում է, որ չի թանկացել տրանսպորտը, ուղղակի համապատասխան ծառայության, համապատասխան գին է ներկայացվել երևանցուն։ Հասկանալի է, բայց դե ամեն դեպքում Երևանի փողոցներում խցանումները էլի կան եւ ավելի աճում են, ավելի շատանում են, չգիտեմ։ Հսկայական շինարարություն է կատարվում Երևանում, բնակարանային շինարարություն, մարդիկ տեղափոխվում են ապրելու Երևանում, ամեն ինչ կարծես թե կենտրոնանում է Երևանում, բայց ըստ իմ տրամաբանության այդ ինֆրաստրուկտուրաները, ենթակառուցվածքները նույն համամասնությամբ կամ նույն հարաբերակցությամբ չեն աճում, ինչքան օրինակ բնակելի շենքերը, որովհետև խցանումները սարսափելի շատ են, ինքներդ գիտեք։ Ես օրինակ երբեմն Երևանից Գյումրի ավելի շուտ եմ հասնում, քան Երևանի մի կետից մյուս կետը։ Տեսեք, այս մասով պետք է ասել, որ
վերջին տարիներին Երևանի բնակչությունը մոտ 1.300.000-ի է հասնում, եթե ոչ այս պահին ավել, պայմանավորված տարբեր հանգամանքներով, թե Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների այստեղ գտնվելը եւ թե տարբեր Հաշիվ նաև հեռավոր գյուղերի, մյուս քաղաքների տարբեր հանգամանքներ, չի ասի, որ դատարկվեն, ուղղակի մարդիկ կան, ում աշխատանքը պայմանավորված է ավելի կոնկրետ Երևանի հետ։ Դա ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, մարդիկ ուզեն գալիս են Երևան։ Խցանումների հետ կապված վերադառնանք, որ Երևանի քաղաքապետարանը այս պահին առանձնացնում է ավտոբուսային գծեր տարբեր փողոցներում։ Մենք ունենք թե պիլոտային եւ թե արդեն ոչ պիլոտային փողոցներ, որտեղ որ մենք հասկանանք արդյունավետությունը այդ ավտոբուսային առանձնացված գծերի եւ այդպես մենք տրանսպորտին արդեն առաջնահերթություն կտանք եւ ավտոբուսը եւ տրանսպորտը առհասարակ քիչ կհայտնվեն կամ քիչ խցանումներ կառաջացնեն եւ այսպես մենք կարող ենք խցանումների հարցը լուծել ըստ էության, բացի այդ մենք մեր պլաններում ունենք կառուցել տարբեր վերգետնյա ավտոկայանտեղիներ, մետրոների կայանների մոտ կամ համապատասխան վայրերի մոտ, հրապարակների կամ չգիտեմ, այնտեղ որտեղ մոտ ապագայի ծրագրեր են։ Այո, մենք ունենք առաջիկայում քննվող տարբեր ծրագրեր, որ մարդկանց հնարավորություն կտա իրենց մեքենայով գալ ուղղակի քաղաքի կենտրոնում կամ մետրոյի ինչ-որ կայարանի մոտ կայանել եւ արդեն տեղաշարժվել մետրոյով կամ համապատասխան տրանսպորտով, որը էականորեն կարծում կնվազեցնի խցանումների թիվը Երևանում։ Իսկ ինչ է արվում կամ ինչ է արվել կամ ինչ է արվելու, որպեսզի Երևան այս հեղեղներից հետո ջրածածկ չլինի, որովհետև ամեն անգամ այդ սելավների անձրևների հետ ջրերես են դուրս գալիս, այդ ջրատարների, սելավատարների խնդիրները պատկերացրեք մի քանի օր էլ եթե շարունակվեր այդ ինտենսիվ տեղումները շարունակվեն, ինչ լուրջ խնդրի առջև կանգնած կլիներ մայրաքաղաքը։ Շատ կարևոր հարցի մասին եք բարձրաձայնում, մենք այս խնդիրը ունենք Երևանի մի շարք տարբեր փողոցներում, բայց պետք է հանուն արդարության նշել նաև տեղումների ինտենսիվությունը, որ շատ բարձր քանակի է եւ վերջին տարիներին Երևան քաղաքում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում այսպես անձրևային տեղումներ կարելի ասել չեն եղել։ Բայց մենք ունենք խնդիրներ տարբեր ջրահեռացման հետ կապված, հեղատար համակարգերի հետ կապված խնդիրներ, որոնք կրկին կառավարության այդ համապատասխան մարմինների քննարկումներով մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրները։ Այս մասով այսքանը կարող եմ այս պահին ասել, հստակ, բայց ասում ենք, որ մենք արձանագրում ենք, որ մենք ունենք նման խնդիր։ Սրանք արագ օպերատիվ մոտեցում պահանջող խնդիրներ են, չէ՞, շատ երկար պլանավորելու, ծրագրավորելու խնդիրներ չեն սրանք։ Տեսեք, միանշանակ համաձայն եմ եւ կիսում եմ ձեր տեսակետը, բայց կարելի է նշել, որ այս աշխատանքները բավականին մեծ բյուջեի հետ են կապված եւ մենք պետք է հասկանանք Երևանի քաղաքապետարանի եւ կառավարության արդեն համատեղ աշխատանքի արդյունքում, թե մենք ինչպես պետք է հասնենք այդ խնդիրների լուծմանը։ Գիտեք, օրինակ բնապահպանները մեկ ուրիշ պատճառել են ասում այս խնդրի, Երևանի հողային տարածքն է փոքրացել, հասկանալ է, չէ, հողը ներծծում է ջուրը եւ խնդիրը թեթևացնում է, այսինքն առաջ Երևանը ավելի շատ հողային տարածք ուներ, հիմա այդ հողային տարածքների մի մասը ասֆալտային տարածքներ են։ Տեսեք, կարելի է բազմաթիվ պատճառներ ուղղակի կամ չգիտեմ ըստ էության տարբեր խնդիրներ նկարագրել տվյալ հարցի շուրջ, բայց վիճակը այնպիսին է, որ ճիշտ է պահանջում է առաջնային լուծումներ եւ մենք հուսով եմ առաջիկայում կհասնենք այդ լուծումներին։ Նաև հետաքրքիր է ձեր կարծիքը որպես վերջաբան, ինչպես են ընթանում ավականունիստերը։ Ես օրինակ շատ դեպքերում մանեցնում եմ ազգային ժողովի նիստերին, երբ քննադատություններ, հետո փոխադարձ մեղադրանքներ, հետո արդեն վիրավորանքներ, հայրախառն արտահայտություններ։ Այդ ամենը գուցե մի փոքր ավելի քիչ ծավալով, բայց տեղի ունի նաև ավականունիստերի ժամանակ։ Եվ հասարակություն, մարդիկ ժողովուրդ անընդհատ հոգնում են այդ ամեն ինչից։ Եկեք ես ձեր հարցին ավելի քաղաքական ես պատասխանեմ, ինչ է կատարվում առհասարակ Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե Երևանում, մոտենում են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ թե մեր ազգային ժողովում գտնվող ընդդիմությունը եւ թե Երևանի քաղաքապետարանում գտնվող ընդդիմությունը, որոնք ըստ էության նույն ուժն են ներկայացնում նախկին իշխանությունները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, փորձում են այսօր բարձրաձայնել տարբեր խնդիրներ, չգիտեմ, կոռուպցիայի հետ կապված, տարբեր ինչ-որ իրանք ուզում են խնդիրներ բարձրաձայնել, որի հետ մենք հաշտ ենք, մենք պատրաստ ենք լսել խնդիրներ եւ առողջ քննադատություն։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա։
առողջ քննադատողը նա է, ով փոխկապակցված չի եղել այն բանի հետ, ինչին նա քննադատում է։ Բայց այսօր խոսում են մարդիկ, այսօր խնդիրներ են բարձրաձայնում մարդիկ, ովքեր ամբողջությամբ փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ։ Մենք գիտենք, մենք արձանագրել ենք տարբեր ժամանակահատվածներում, որ կան տարբեր խնդիրներ, տարբեր շինարարություններում, տարբեր պետական համակարգերում, բայց այսօր Երևանի քաղաքապետարանում կամ վարչական շրջաններում կան բազմաթիվ ձերբակալված եւ անգամ կալանավորված պաշտոնյաներ։ Ու էսի հստակ են արձանագրումն է, սա, թե ինչպիսին է մեր դիրքորոշումը նման հարցերի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Երևանի հավաքանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը։